Un croissant doré, un verre de vin rouge. Et passons s'arrête, les regardons. L'histoire commence dans un coin. Գյումրին շատ ջերմ, շատ կոլորիտային քաղաք է ու շատ սիրված է բոլոր հյուրերի, բոլոր զբոսաշրջիկների կողմից։ Ուղղակի պետք է ուշադրություն դարձնել Գյումրին, որովհետեւ կարողանանք նոր հետաքրքրություններ ստեղծել հյուրին սիրելու համար։ Եթե Գյումրին պահող քաղաք չլիներ, այսքան տարիների ընթացքում մեծ հոսք չէինք ունենա։ Բայց քանի որ փոփոխություններ չկան կամ շատ քիչ են փոփոխությունները աննշան են, մարդիկ եկան, տեսան 1, 2, 3 մի քանի անգամ նորից կան ինչ անեն։ Նոր հետաքրքրությունների հետևից պետք է կան, նոր լոկացիաներ, նոր մարդկանց համար ինչ-որ ձգող, քաշող ինչ-որ բան։ Թե չէ այս ամենը ինչ-որ կա, մարդիկ եկել են, տեսել են եւ անվերջ չի կարող շարունակվել։ Իսկ Գյումրին առհասարակ շատ պահող, շատ սիրող, շատ ջերմ, շատ քաշող քաղաք է հյուրերին։ Իսկ ինչն է զբոսաշրջիկին գրավում Գյումրիում ըստ ձեզ։ Այս պահին Գյումրիում զբոսաշրջիկին գրավում է քաղաքի կոլորիտը, քաղաքի պատմաճարտարապետական տեսքը, հնությունը, հին պահպանված շենքշինությունները, ադատավանդույթները, որը ամբողջ Հայաստանում կարող եմ ասեմ ամենաշատը Գյումրիում է, որ պահպանվել է, ու հենց սրա արդյունքում է, որ Գյումրին այս պահին, այս տարիների ընթացքում բավական մեծ վերելք ունեցավ տուրիստական տեսանկյունից ելնելով, ու հիմա ուզում ենք այնպես անենք, որ այս քաղաքի մնացած հնությունը, կոլորիտը իրեն չսպառի, լջացման չտանի եւ զբոսաշրջիկներին նորից կարողանանք Գյումրիով գրավենք եւ Գյումրիով բերենք։ Տեսնում ենք, որ խնդիրներ կան, որ այսպես ոչ մի քաղաքային իշխանության օրոք չեն լուծվում, հասարակ, տարրական խնդիրներ զուգարաններից սկսած հասարակական, ինչև այսպես փողոցաշինական, վերջնական աշխատանքները, տպավորություն է, որ կենտրոնում է սկսվում եւ ավարտվում տուրիզմը։ Գյումրիում տուրիզմը իրականում սկսվում եւ ավարտվում է կենտրոնում, այսինքն սկսվում է եւ չհասցրած թե սկսված ավարտվում է կենտրոնում։ Ենթակառուցվածքների մեծ խնդիր ունի մեր քաղաքը, տուրիստական ենթակառուցվածքների մասին է խոսքը։ Նախ հանրային զուգարանների մասին բազմաթիվ 10 տարուց ավել խոսել ենք, առաջարկել ենք, գրավոր առաջարկություններ ենք ներկայացրել նաեւ թե քաղաքային իշխանություններին, թե մարզային իշխանություններին, թե տուրիզմի կոմիտե էկոնոմիկայի նախարարություն, բայց բոլորը մնացել են թղթի վրա, որովհետեւ մի քայլ, նույնիսկ աննշան քայլ չի կատարվել այս ուղղությամբ։ Քաղաքի փողոցների մասին փողոցները վերականգնվում, վերանորոգումը, որը որ մի քանի տարի առաջ կատարվեց, մինչև որս մնացել է, ներկա պահին շատ դանդաղ, շատ ավելի վատ ձևերով է վերանորոգում, վերականգնումը կատարվում։ Կարող եմ ասեմ ամիսներով, տարիներով պատմական միջուկի զբոսաշրջիկի այցելվող բուն փողոցները, բուն հատվածները փակ են լինում շինարարական աշխատանքների համար։ Օրինակ Սլաբոդկա թաղամասը, Հանեսօղլյան փողոցը, որ շատ երկար ժամանակահատված փակ մնաց զբոսաշրջիկների համար վերանորոգման, վերականգնման անվան տակ։ Բնականաբար շատ ուրախ ենք, որ վերանորոգում, վերականգնվում է պատմական միջուկը քաղաքի, բայց դա կարելի է անել շատ ավելի կազմակերպված, շատ ավելի արագ, շատ ավելի որակյալ եւ արդյունավետ, որովհետեւ փողոց վերականգնելու արդյունքում չխանգարենք տուրիզմին, իսկ տուրիզմը գիտենք, որ մեր քաղաքի հիմնական զարգացման ճյուղն է եւ տնտեսության հիմնական մասը մեր քաղաքի տուրիզմի միջոցով է ապահովում։ Շատ մարդիկ իրենց հանապազօրյա հացը հենց տուրիզմի միջոցով են գտնում։ Իսկ այդ երկար վերանորոգումների արդյունքում, երկար փակ հատվածների արդյունքում տուժում են ամբողջ քաղաքի բնակչությունը եւ մարդկանց եկամուտը, նաեւ տուրիստների ավելի քիչ հոսք է լինում։ Գյումրին որ քաղաքներին կարող է այլընտրանք դառնալ տուրիստական հոսքերի մասով։ Գյումրին տարածաշրջանում կարող է այլընտրանք լինել հենց Թբիլիսիին։ Թբիլիսին բավական սիրված է զբոսաշրջիկների կողմից, բավական շատ այցելություններ ունի, նաեւ հայերի կողմից, ու Գյումրին կարող է ոչ մի բանով չզիջել Թբիլիսին, եթե մի փոքր ուշադրության կենտրոնում լինի պատկան մարմինների կողմից, ու շատ լավ այլընտրանքային տարբերակ կարող ենք մենք լինել Թբիլիսիին կամ Թբիլիսիից Վրաստանից դեպի Հայաստանի հարավային մարզեր
այցելող զբոսաշրջիկների համար եւս մեկ կանգ կարող լինել Գյումրիում, որ մեկ օր անցնեն Գյումրիում, հետո նոր շարունակեն իրենց ճանապարհը դեպի Հայաստանի կենտրոն կամ ավելի հարավային մասեր։ Եթե այս ամբողջը մենք կարողանանք իրականացնենք, Գյումրիում շատ լավ, շատ մեծ թափով տնտեսական աճ կունենանք եւ տուրիզմի զարգացում կունենանք։ Արդեն մայիս ամիսն ենք, ինչպես է գնահատում տուրիստական հոսքերը, պակասել են, ավելացել են։ Տուրիստական հոսքերը վերջի տարիների համեմատ միանշանակ ասում եմ, որ պակասել են։ Եթե մենք համարենք 19-ից մինչև 21-22 թվականը մեր քաղաքում տուրիստական պիկը, հիմա արդեն 25 թվականն է ու վերջի 2-3 տարին աստիճանաբար անկումը զգացվում է։ Ու ցավոք սրտի կանխատեսելի է այս ամբողջը եւ նորից կանխատեսում ենք, եթե այսպես ամեն ինչը շարունակվի, կանխատեսում ենք անկումը շարունակվի, որը շատ վատ վիճակի կբերի մեր քաղաքի ազգաբնակչության համար։ Այսինքն անկում է տուրիստական հոսքերը, պատճառը լոկացիաներն են, պատճառը այլընտրանք չառաջարկել է, սա է հիմնական պատճառը։ Այո, հիմնական պատճառը պետական մարմինների, քաղաքային, մարզային թե համապետական իշխանությունների անպատասխանատվությունն է կամ ոչ հետևողականությունը։ Անկումը այն է, որ մարդիկ եթե եկան միշտ նույն բանն ենք մենք նրանց տալիս, միշտ նույն պատմական միջուկը, պատմական կենտրոնը, նույն թանգարանները, նույն շենքշինությունները, նույն փողոցները, նույն պատմությունը, նույն սննդի տեղերը։ Եթե լինեն նոր ավելի հետաքրքրող բաներ, շատ ավելի մեծ թափով տուրիստները կայցելեն Գյումրի։ Իդեպ ունենք բավական լավ ծրագրեր, տարիների ընթացքում ներկայացել ենք, առաջարկել ենք, բայց ցավոք սրտի մնացել է թղթի վրա։ Իսկ մասնավորը ինքն իրենով չի կարող կատարել պետության գործը։ Պետությունը պետք է թիրունք կանգնի մասնավորին, որովհետեւ մենք կարողանանք մասնավորն ու պետությունը համատեղ կարողանա քաղաքը զարգացնել, քաղաքի տուրիստական ենթակառուցվածքները զարգացնել։ Բացի սրանից ոչ միայն պետության կողմից չկա որևէ աջակցություն, այլ պետության կողմից կա ավելի խանգարել, հարկային պարտավորությունների թանկացում, բարձրացում, այլ պարտավորությունների օրենքների մեջ աբսուրդ երևույթների պարտադիր դրույթների ներառում։ Այսպես ասենք, հիմա հասել ենք այն արդյունքի, որ պետության օգնությունը կլինի այն, որ պետությունը չմիջամտի, չխանգարի։ Եթե պետությունը չխանգարի, դա արդեն մեծ օգնություն կլինի, թողնի փոքր եւ միջին բիզնեսը ինքն իրենով զարգանա, նոր ներդրումներ անի, բայց դրա հնարավորությունից զարգում է մեծ պետությունների հարկային քաղաքականությամբ։